իրանով իր մոդելը, հա, իր ապրելաձևը, պահելաձևը, դա ոչ նորմալ մարդու պահելաձևը, իրականում եթե լուրջ փորձագիտական մասնագետների, հոգեբուժների կանչել, ես վստահ եմ միանշանակ, որ իրանց ռեզումեն լինելու այն, որ այս մարդը լուրջ հիվանդություն ունի, բայց այդ հիվանդությունը ինքը փորձում է տարածի եւ ճիշտ է օգտագործում, դեռ ասեմ, քանի որ ինքը հասկանում է, որ այդ հիվանդությունը ունի, ինքը ուզում է այդ հիվանդության միջոցով այդ իրավիճակը, հա, այդ խնդրության վիճակը տարածի մեր ժողովրդի վրա, որ ժողովուրդը վերջնական հիասթափված լինի։ Չի կարա նորմալ ղեկավար այսպես բանան իր ժողովրդի համար։ Սա ահաբեկչություն է, ուղղակի ահաբեկչություն է մեր ժողովրդի դեմ։ Ոչ մեկին հանգիստ չի թողել, սաղին գիժ է սարքելու, սաղին գժվացնում է, սաղին խառնում է իրար, միակ բանն է, որ այս մարդիկ հասկացեք էլ եմ ասում։ Հիասթափման չեն գնում դրության, այդ դեպքում ինքը պարաստում է նորից ընտրվում է, սև սպիտակ կրնի, տերտեր, ոչ տերտեր, ինքը եկեղեցի, ամեն ինչ միտեղ մի բան սարքելու է, ամենից որ հաներիների բերի, որտեղ իր համար ամենալավ իրանց ընդդիմությունը դրանք եղել, ամեն ինչ փորձելու են սենց ան, ես առաջարկում եմ նժերը, որտեղ մենք այդ անել ենք, նժերը այդ փոփոխությունները կանի, որ մարդիկ կարողանան մոտակա արդեն մեկ տարանց փոփոխություններ կլինի, այդ էլ չի լինելու ամենից որ սաղում։ Ամեն ինչ իր տեղը կտանվի, հանգիստ ձևով, ճիշտ ձևով, ամեն մեկը պատասխանատվության կենթարկվի, փողը մեկը վերադարձնելու, բայց սաղ ճիշտ ձև անելու, հանգիստ ձևով առանց կռվի, դավի, մենք կունենանք նույնս պետություն, որում հանգիստ կապրեն մեր երեխեքը, թորները մենք իմանանք, որ իսկականից սա մերն է ու ուժեղ պետություն է։